Բարև ձեզ Եվրոմեդիայի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, բարև ձեզ պարոն Դավթյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար եւ սկսենք երեկվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, երբ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անվանեց Չուլան եւ այդ արշավը շարունակվեց արդեն այսօր առավոտյան Facebook-յան հրապարակումներով, երբ հայհոյեց, վիրավորեց Հայոց Առաքելական Եկեղեցուն եւ հոգեվոր հայրերին, ինչպես նաեւ դրանից հետո քպեական պատգամավորներն էլ իրենց հերթին ասացին, որ մեջբերեմ սքեմի տակ թաքնված բոլոր սրբապիղծների դիմակները պատրելու են։ Ինչի համար է արվում այս ամենը, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս ամենի մասին։ Ես ամենաքիչ կուզենամ անդառնամ դավադիր եւ հակահայ կերպարին, որովհետեւ ըստ էության մենք եթե շատ ենք անդառնում Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար նաեւ ոչ մտածված դա մաս են կազմում պրոթուրքական քարոզչության Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եթե մի քանի օրինակներով խոսեմ, ես միշտ սիրում եմ պատմական համեմատություններ անել եւ այդ համեմատությունը հիմա շատ տեղին է, ես մեկը կանեմ, ուրեմն ցեղասպանության process-ի ժամանակ դեռևս որ չկար սպաներ եւ այսինքն կար, բայց ծածուկ էր արվում կամ առհասարակ շատ բնակավարում տեղյակ չէին։ Իմ տատս հորական կողմից այդ օրինակը պետքա բերեմ, հիշում եմ փոքր ժամանակ պատմում էր, որ հարսում, երբ որ դեռ գաղթի process-ները նոր էր սկսել, թուրքերը առանձնակի թիրախավորում եւ առանձնակի դաշնությամբ էին վերաբերում կամ սպանում հոգեվորականներին, եկեղեցու ներկայացուցիչներին եւ վառ օրինակներից մեկը այն է, որ իրենց բնակավայրում մի մատուրանման ծրփավայր կա, այդտեղ եկեղեցական հոգեվորական է ծառայություն իր մատուցում, այդ հոգեվորականին մերկացել էին, մորուքը կտրել եւ գլխատել էին, իսկ գլուխն մեղել էին եկեղեցու դրան գլխավոր մուտքի վերևը հենց, ուսա այնքան պատկերավոր էր ինձ համար, որ փոքր ժամանակ, որ ես աստիճանաբար մասնագիտական դաշտի մեջների մոտ միշտ այդ պատմական ուսումնասիրությունը արել եմ, որպեսզի նաև ես ինքս համոզվեմ, ինչպիսի խոր ատելություն կա թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից մեր նկատմամբ, ու պատահաբար չես համեմատությունս, որովհետեւ այդ ատելության խոսքն ու հակահայ ձևակերպումները ես մեկ լսել եմ Ադրբեջանից եւ Թուրքիայից, մեկ էլ լսել եմ Նիկոլ Փաշինյանի եւ իր մերձակա շրջապատից։ Եվ իհարկե, եթե մենք խոսենք բարձր արժեքների մասին, այստեղ առհասարակ դրա անունը չպետք է հիշատակենք, եւ իր գործողությունները ըստ էության ինձ հուշում են, որ մոտակա սպասվող process-ներին, որոնք լինելու են փողոցային շարժման եւ նման տեսքով, սա առաջերտին թիրախավորում է հոգեվորականներին։ Նրանք լավ հասկանում են, որ Հայաստանի հասարակությունը դեռևս հնազան եւ այնպիսի, այսպես ասած, կուզուպարս իրավիճակում չէ, ինչպիսին իրենք են, եւ այստեղ կարող է ավելի շատ մեծ դեր խաղալ հոգեվորականություն հայ առաքելական եկեղեցին։ Եվ այս թիրախավորումն նաեւ պատահաբար չեն։ Շատերը շատ էմոցիոնալ մոտեցում են ցույց տալիս, վայ ինչպես կարելի է, վայ մի խոսքով ձևակերպումները բավականին էմոցիոնալ են, բայց էմոցիաները արդեն մեր մոտ առնվազն փորձագիտական եւ քաղաքական դաշտում շուտվանից սպառված են, այսինքն այստեղ ակնհայտ է, որ նման թիրախավորումը երկու նպատակ ունի։ Առաջինը թերևս շարունակել թուրքական քարոզչությունը ցեղասպանության Հայաստանում, որ անում է Նիկոլ Փաշինյանը, եւ երկրորդը կա պատկերացում եւ վախ, վտանգ, որ Նիկոլ Փաշինյանը իր աթոռից վռնդելու դրոշակը եւ այդ դրոշակը լինելու է հաղթական դրոշակ, ստանձնելու է Բագրատ Սրբազան եւ պատահաբար չէր Բագրատ arczepiskopos-ի թիրախավորումը այդ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումով։ Սա շատ հետաքրքիր ներքաղաքական զարգացումների մասին է խոսում եւ իհարկե եթե ամփոփեմ խոսքս, Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական ցեղասպանության քարոզչությունը հատուկ է արված։ Լավ գիտենք, որ հասարակության համախմբման կարևոր պատմական առումով առնվազն շատ մեծ դեր է խաղացել հայ առաքելական եկեղեցին, հետեւաբար նաև նպատակ կա դեմոնիզացնելու, նպատակ կա ցածրացնելու հոգեվորականությունը Հայաստանում։ Տեսեք, մի կողմից թիրախավորված է Սուրբ եկեղեցին, հայկական, մի կողմից բանակը։ Անդրադառնանք նաև բանակի թեմային, քաղաքացիական պայմանագիրը փորձում է օրենք ընդունել, ըստ որի գումարով հնարավոր է ազատվել բանակից։ Նման օրենքի ընդունման դեպքում ինչ վնասների կարող ենք մենք հասնել։ Էլի նորից պետք է անդրադառնամ ադրբեջանականի, որովհետև ես տարբերություն չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև։ Կհիշեք պատերազմից հետո 44 օրյա պատերազմից հետո ադրբեջանական սկզբնական փուլում ադրբեջանական քարոզչական դաշտը, հետո արդեն Իլհամ Ալիևը հստակ խոսել է, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա բանակ։ Սա ապացուցված փաստ է։
Դրանից հետո եղան տարբեր ձևակերպումներ, որ պետքա պրոֆեսիոնալ բանակի վերածենք Հայաստանի զինված ուժերը, տարբեր սկսեցին արդեն ներգրավել զինծառայության այնպիսի տարիքային խավի մարկանց, որոնք ֆիզիկապես ունակ չեն կոչվելու բանակ, այսինքն տարիքով մարկանց մասին եմ խոսում։ Ես ոչ թե ասում եմ, որ տարիքով մարդիկ չեն կարող ծառայել կամ չեն կարող օգուտ բերել բանակի, ես խոսում եմ զինված ուժերի հզորության եւ կազմակերպված զինված ուժեր ունենալու մասին։ Սա երկրորդը եւ երրորդը ես կարծում եմ, որ այս նոր օրենքի մատուցումը հասարակությունը նաեւ նպատակ ունի առաջի հերթական փուլերից մեկն է նպատակ ունի կազմալուծել Հայաստանի զինված ուժերը։ Եվ պատահաբար չի նման թվերի շեշտադրումը 20 միլիոն, հետո տարբեր ինչ որ մի քանի ամիս ծավալը քանի միլիոն մի խոսքով։ Այսինքն ըստ էության սա ծածուկ եւ հերթական անգամ արձանագրում ենք, որ ադրբեջանական սպասարկու Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կազմալուծել Ալիևի պահանջով Հայաստանի զինված ուժերը։ Չկա այլ վտանգավոր բան, քան չունենալ զինված ուժեր։ Չկա այլ վտանգավոր բան, որը համահավասար է ցեղասպանությանը, ես սա չեմ չափազանցնում, սա ասում եմ պարզապես մի պարզ բանի պատճառով, որ 90-ականներին այդ զինված ուժերն են ծննդական փորում չեղած պայմաններում, հետո արդեն ձևավորված պայմաններում ապահովել մեր անկախության 30 եւ ավել տարին։ Եվ իհարկե մի մարդ էր, ով գալով իշխանության, սկսեց 18 թվականից մինչ օրը շարունակումը ավերում է բոլոր հնարավոր մեր պաշտպանական միջոցները, դա ոչ միայն վերաբերում է զինված ուժերին, դա վերաբերում է մեր արտաքին հարաբերություններին, դա վերաբերում է տնտեսությանը, վերաբերում է բարոյական արժեքներին, հասարակության համախմբվածությանը եւ մի շարք այլ կարևոր հանգամանքներ։ Եվ եթե մենք մի պահ այսպես պատկերացնենք, որ եթե Նիկոլ Փաշինյան չլիներ, ապա լիներ մեկ այլ մարդ, որը գոնե սրա մի 10%-ով հայրենասեր է կլիներ, ես վստահ եմ, որ այսօր մենք այսպիսի իրավիճակ չենք ունենա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հայերը վերջապես ունեն հայրենիք։ Հիմա առավել քան երբևիցե մենք անկախ ենք։ Ձեր կարծիքը այս մասին։ Խնդրում եմ ինձ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումների մասով կարծեք արտահայտել մի տվեք, որովհետև Թուրքի մեկնաբանել իմ համար բավական ցածր պատվաբեր գործ է։ Ես կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունից առաջ գործող տարբեր պատմական եւ դրանից հետո արդեն սովետական Հայաստանի ժամանակաշրջան միշտ էլ մեր հասարակության մեջ եղել են անհատներ, խմբեր, քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, որոնք ձգտել են, նպաստել են, օգնել են, որպեսզի Հայաստանի այսօրվա հանրապետությունը կայանա։ Անկախ տարբեր կրած զրկանքների, անկախ տարբեր քաղաքական ձախողումների, բայց այդ մարդիկ հիմք են հանդիսացել, որպեսզի մենք այսօր ես եւ դուք եւ մեզ լսողները մաս կազմեն Հայաստանի Հանրապետության անկախ կարգավորման, այսպես ասած։ Եվ եթե մենք փորձենք համեմատություն անել Ադրբեջանի կողմից պատմական եւ քաղաքական խոսույթին, ապա ակնհայտ է, որ պետություն գտնելը եւ պետության կորուստի ես համահավասար կարգավիճակը ադրբեջանական են, այսինքն Ադրբեջանը շատ հաճախ խոսում է, որ հարավային Կովկասում հայերը երբեք չեն եղել որպես էթնոս, չեն ունեցել երբեք պետականություն, սա որպես երկրորդ հանգամանք, եւ երբեք էլ չեն կարող հարավային Կովկասում մաս կազմել տարբեր արտաքին հարաբերությունների, տնտեսական զարգացման եւ մի շարք այլ կարեւոր մասերով պարտականություններին։ Եվ իհարկե ինձ համար Նիկոլը չէ, որ պետք է ասի մենք պետություն ունենք, թե չէ։ Ինձ համար կարևոր է մեր պապերի եւ մեր ներկայիս կենթանի հերոսների, ոչ միայն ռազմական, այլ քաղաքական առումով, որոնք որ այսօր ինձ պարգևել են Հայաստանի անկախ հանրապետություն։ Չնայած հիմա անկախությունը մեղմ ասած այդքան էլ տենց չի, հատկապես 20 թվականից հետո, 21 թվականից հետո, բայց այնուամենայնիվ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետության անձնագիր, մենք այսօր ունենք այնպիսի երկիր, որտեղ դու գիշերը երբ ուզում ես ման ես գալիս, քեզ ոչ մեկ չի մոտենում եւ քո անձնագիրը չի ստուգում, այսինքն քո անկախությունը առնվազն կենցաղային մակարդակում այդպես արտահայտվում, էլ չասեմ մնացած կարևոր դրույթների մասին։ Իսկ ինչ վտանգներ է պարունակում ազգային ժողովի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ առևտուր են անելու, այստեղ լինելու են Ադրբեջանի ապրանքներ, իսկ Ադրբեջանում հայկական ապրանքներ։ Տեսեք, դե գիտեք ոնց մարդը եթե հոգեբանորեն եւ մտածելակերպով առևտրական է, ես ասում եմ ոչ թե վիրավորելու նպատակով, այսինքն առևտրական մարդիկ կան, որոնք առևտուր անելով այսօր մեզ առնվազն հանապազորի հաց ուտելու հնարավորություն են ընձեռում։ Ես խոսում եմ քաղաքական ձևակերպների մասին, որպեսզի խոսքս աղավաղված չօգտագործվի։ Եթե մարդը քաղաքական թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը խոսում է առևտրից, ինձ համար դա առնվազն տարօրինակ այնքան է, որքանով որ այսօր ունենք ԿՊ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն, եթե
ազգային ժողովի նախագահը, որը հանդիսանում է երկրորդ դեմքը Հայաստանի Հանրապետության, ըստ քաղաքական ընկալումների, ես իրեն չեմ համարում դեմք, սա շեշտ եմ, բայց որպես հիերարխիկ պատկերացման մեզ լսողները հասկանան։ Այդ մարդը, ինչ ասեմ, իր սխալ տեղում է գտնվում, այդ մարդը առնվազն չպետք է լիներ այսօր, արդեն քանի տարի չպետք է լիներ ազգային ժողովի նախագահ։ Ինձ համար, գիտեք, ես ավելավ ապրեմ ավելի տնտեսապես վատ պայմաններում երկրի, այսպես ասեմ, մի քիչ ավելի ինձ զգան ոչ այն կոմֆորտ վիճակում, ոնց որ ենթադրենք մի քանի տարի առաջ էր, քան ես ունենամ այսպիսի ղեկավարություն։ Ինձ համար կարևորը անվտանգությունն է մեր Հայաստանի Հանրապետության։ Ես որ ինձ հիշում եմ համալսարանական տարիքում, ես չէի առավոտները զարթնում, մտածում վայ հեսա պատերազմ կլինի, Ադրբեջանի տարբեր պահանջների հայտարարություններ չէի կարդում լրատվականներում, ինձ համար ավելի նպատակադրված էր սովորել, որպեսզի հետագայում պետք լիներ մեր երկրին։ Այսպես էր իմ ընկալումները, բայց հիմա ինչ ասեմ, ամենօրյա ստրես, ամենօրյա վտանգներ, ամենօրյա սպառնալիքներ թշնամու կողմից եւ իհարկե ներքին թշնամու կողմից, որը երևույթին մեզ ինձ առնվազն որպես փորձագետի հնարավորություն է տալիս մեկ այսպես ընդհանուր պատկերացում ունենալ այսօրվա իշխանության մասով։ Իրենք Հայաստանի Հանրապետությունը որոշել են վերածել մեգամոլի կամ որոշել են վերածել այնպիսի առևտրի կենտրոնի, որը կլինի տարբեր երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական լանդշաֆտ, այսինքն չի լինի Հայաստանի Հանրապետություն։ Եվ տարբեր հայտարարությունները այսօր եւ դրանից հետո հնչող հայտարարություն դրան են միտված։ Այս արարածները չունեն պատկերացումներ, ինչա անկախությունը, ինչա զինված ուժերը, որտեղ ոչ ծառայել են բանակում, դասալիք են եղել, ոչ առնվազն պատկերացում ունեն զոհված զինծառայողի ծնողի հոգեվիճակի մասին, որովհետև այդ մարդկանց քաշ էին տալիս Եռաբլուրում։ Եվ ոչ էլ առավել եւս որևէ բարոյական արժեք ունեն որևէ ձևով իրենց դիրքորոշումը հայտնելու։ Այս մարդկանց օր առաջ բառը շատ է ծանված, հա, վարկյան առաջ պետք է այս մարդկանց հեռացվի իշխանությունից։ Իրենք բարիզբուն իմաստով սպառնալիք են յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության առնվազն քաղաքացու, առնվազն այստեղ ապրող մարդկանց։ Էլ չասեմ մեր սփյուռքի բնակիչներին, որոնք որ մոտավորապես մոտ քանակով 10 միլիոն հայ անում ամբողջ աշխարհում սփռված։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք պատրաստել, իսկ Եվրոմեդիային կարող եք հետևել նաև YouTube-յան, Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում։